շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, երկար ժամանակի չեք եղել մեզ մոտ, մի քանի թեմաներ են կուտակվել, որոնց հերթով կանդրադառնանք։ Համեցեք, որ հարցից եք ուզում սկսել ձեր այսօրվա խոսքը։ Ես ուզում եմ սկսել այն խոշոր կոռուպցիոն սխեմայից, որը Հայաստանի Հանրապետությունում տնտեսագետները արդեն անվանում են անասնակեր օպերացիա, Նիկոլի անասնակեր օպերացիան։ Ինչ է նշանակում Նիկոլի անասնակեր օպերացիան։ Մեզ թվաց, թե ճանապարհ է բացվել, մեզ թվաց, թե անկախ եւ երրորդ երկրից մենք բերում ենք ցորեն, Ռուսաստանից բացի մենք ունենք ցորենի ներկրման նոր ճանապարհ եւ մարդիկ, ովքեր չեն հասկանում Նիկոլի ողջ գարշելի բնույթը, թուրքական բնույթը, թվաց թե դա դրական երևույթ է։ Ահա թե ինչու նիկոլականները ոչ թե կենտրոնանում էին ցորենի որակի, ցորենի տեսակի եւ մնացած բաների վրա, այլ ճանապարհի վրա են կենտրոնանում։ Մինչդեռ ասեմ ձեզ, որ կոռուպցիոն անաստանկեր կոչված օպերացիան Նիկոլին տալիս է տարեկան $100 միլիոն փող։ Ինչու։ Հիմա ասեմ։ Առաջին եւ երկրորդ կարգի ցորենը, որը ներկրվում է Ռուսաստանին, Հայաստանի Հանրապետության հասնելու դեպքում ինքնարժեքը կազմում էր 100-110 դրամ։ Որովհետեւ ցորենը որպես հումք մաքսի չի ենթարկվում, հարկային դաշտում չկա, եւ միայն այլուրի վաճառքը կամ հացաբուլկեղենի վաճառքն է տալիս արդյունք։ Եվ նիկոլականները եւ Նիկոլը միայն Ղազախստանից ներկրած ցորենով փորձում է տարեկան $100 միլիոն գրփել, թալանել Հայաստանի Հանրապետությունից։ Նայեցեք, յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետությունում ապրում է համաձայն պաշտոնական տվյալների ապրում է 3,60,000 մարդ։ Յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետությունում օգտագործում է 2 միլիոն կիլոգրամ ցորենի ալյուրից ստացված մթերք։ Ուշադիր լսեք, դա տնտեսագիտական գիտելիքների դոկտոր պրոֆեսոր վերլուծություն է կատարել եւ տվել է ինձ։ 2 միլիոնի դեպքում, եթե ցորենի ներկրման եւ ինքնարժեքի միջև տարբերությունը կազմում է ներկրման տարբերությունը կազմում է 50-ից 100 դրամ, 4-րդ կարգի դեպքում 100 դրամ, առաջին երկրորդ կարգի դեպքում 50 դրամ, դա կազմում է 100-ից 200 միլիոն տարեկան։ Եթե դրան գումարենք նաեւ, որ 2025 թվականին հացի 1 կիլոգրամը, որը 2024 թվականին վաճառվում էր 529 դրամ, այսօր վաճառվում է 640 դրամ, այսինքն 111 դրամով թանկացել է, 23-ից 25% թանկացել է հացը Հայաստանի Հանրապետությունում միայն այս տարի։ Դուք պատկերացրեք, որ միայն հացի բիզնեսից Նիկոլի եւ նիկոլականների թալանը կազմում է տարեկան $500 միլիոն։ Նորից եմ կրկնում, կոռուպցիոն սխեման, որը կոչվում է Նիկոլի անասնակեր օպերացիան հանուն թալանի, կազմում է $500 միլիոն։ Ես նորից եմ թվերը կրկնում, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ձեր թոշակները չեն բարձրացել, ձեր աշխատավարձերը չեն բարձրացել, ոչինչ դրական չի բարձրացել, բայց հացի գինը 529 դրամից դարձել է 640 դրամ։ Եթե ինչ-որ մի նիկոլական աղբ այսօր կհայտարարի, որ ես բամբասում եմ կամ սուտ տեղեկություն եմ ասում, մտեք ցանկացած սիտի, Երևան City եւ գնեք լավաշ։ Գնացուցակը 640 դրամ է, 1 կիլոգրամը։ Անցած տարի այս ժամանակ 529 դրամ էր։ Նայեցեք, առաջին երկրորդ կարգի դեպքում 50 դրամ կոռուպցիոն սխեմայով թալանում են նիկոլականները։ 4-րդ կարգի դեպքում 100 դրամ է թալանվում, որովհետև 4-րդ կարգի ցորենը կազմում 72%-ով ավելի էժան է առաջին երկրորդ կարգից։ Եվ ինձ հարցնում են, թե ինչպես պատահեց, որ հայ ժողովուրդը ներեց անաստակեր ցորենի ներկրումը Հայաստանի Ես ապշում եմ, երբ Նիկոլ ստախոս մանիպուլյատորը
ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ դա կտանք խոզերին, անասնակեր անենք, ես ասում եմ, խոզերին Նիկոլ Խոսխանձող ոչնչություն, դու գիտես, որ խոզերին ծորեն չեն տալիս, ծորեն գարի են տալիս, ծորենին կոմբիկերում են տալիս, ծորենը, կոմբիկերմի մաս չի կազմում, գարին հաճարն են կազմում, հացաբույսերից, ծորենը չի կազմում, այդ ստերդ, ոչ մասնագիտական, մանիպուլյատիվ ստերդ պայիր կեզ համար, այսպիսով փաստում ենք, որ անաստակեր օպերացիան, որը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ցույց տալու համար, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղապեր տես ճանապարհներ տվեցին, դա պարզապես թալանի նոր ձև է, ժողովրդին խաբելու եւ թունավորելու նոր ձև է։ Զանգեզուրի միջանցքը դավաճանելուց, տալուց հետո, անդիմադիր ուժերին կալանավորելուց հետո, Նիկոլ Դավաճանը անցել է ժողովրդին թունավորելով գենետիկական ոչնչացման ուղին է անցել Նիկոլը։ Ոչ մի լաբորատորիա չի անցել այդ ծորենը սահմանին։ Եվ չգիտենք ինչպես է անցել։ Անգամ քանի տոննա է անցել, դա էլ չգիտենք ոչ մեկը։ Նայեցեք, հաց թանկացրել են 23-ից 25%-ով, թոշակառուները ոչ մի թոշակի բարձրացում չեն ստացել։ Ստում է, որ թոշակի բարձրացում է եղել։ Ես ուրիշ բան ասեմ։ Հայաստանի Հանրապետության աղքատությունը 27% է։ 2018 թվականին այն եղել է 15-ից 18%։ 10%-ով ավելացել է։ Հայաստանի Հանրապետությունում կան մոտավորապես 700, 590-ից 710,000 թոշակառու, տարբեր աղբյուրներում ես տարբեր թվեր եմ նայել, որից 500,000 թոշակառուն, մոտավորապես 500,000 թոշակառուն, ստանում է 50,000 եւ պակաս թոշակ։ Այն դեպքում, որ նվազագույն զամբյուղը, կենսապահովման նվազագույն զամբյուղը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 70,000 դրամ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ազգաբնակության թոշակառուների մեծ մասը աղքատ են։ Աղքատ։ Ահա Նիկոլի ողջ թշվառությունը։ Ես ուրիշ բան ասեմ։ Նիկոլը, ես մի քանի անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, միայն Երևան քաղաքում հարկերի, տուրքերի, գույքահարկի եւ մնացած տրանսպորտի հարկի, տրանսպորտի վճարների թանկացումից 1 տրիլիոն 250 միլիարդ դրամ ավել փող է հավաքելու։ Այսինքն դա տանում է։ Ժողովրդի ստրկացման, թե ուր է գնում բյուջեն, ոչ ոք չգիտի։ Բայց այն, որ ամեն ինչ կատարվում է ժողովրդին թալանելու ճանապարհով, դա ապացուցում եւս մեկ փաստով։ Տիկին Թոմասյան, բոլորս գիտենք, որ վերջերս բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիր մտցվեց Հայաստանի Հանրապետությունում։ Համաձայն այդ ծրագրի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ռեզիդենտ աշխատող քաղաքացուց բժշկական ապահովագրության պարտադիր պահում պետք է լինի 10,300 դրամից մինչև 13,000